Ինչ ունի անելու քաղաքացին, բնակիչը, մարդը, ով գիտի, որ իր եկեղեցին շրջափակված է ոստիկաններով, ով գիտի, որ իր քահանային թաքուն ծածու գալիս են սպառնում են, ասում են դուրս արի այստեղից, մենք մեր քահանային ենք բերում։ Ինչ անի են մարդը, ով չի հասկանում այս խառնաշփոթի մեջ եւ չգիտի թե ինչ է նշանակում տիրադավ, ինչ են ինչ որ մարդիկ հրճակվել տիրադավ։ Նայեք, որպես քրիստոնյա, ընդհանրապես պետքա լինել ոչ թե ձևով միայն քրիստոնյա, այլ բովանդակությամբ։ Այսինքն եկեղեցու ոչ թե կողքին լինել, այլ եկեղեցում լինել։ Հոգևոր հայրերի կողքին լինել։ Կպատկերացնեիք մի օր, որ դուք arczepiskopos-ներ կունենաք բանտարկված։ Այն էլ այդպիսի սցենարներով։ Կպատկերացնեի, որովհետև սցենարները նույնն են, կատարողներն են փոխվում։ Իրականում ընդհանրապես պետքա լինել եկեղեցու կողքին, եկեղեցում որպես քրիստոնյա, չգիտեմ, չեմ կարծում, որ նեյտրալ դիրքը ինչ որ բանի կբերի, ինչ որ լավ բանի կբերի։ Մենք նեյտրալ կա ընդհանրապես։ Իրականում այդ որ ասում են ես չեզոք եմ, դա տեսակի բացակայության պատճառով են ասում ես չեզոք եմ։ Անտեսակն է չեզոք լինում։ Երբ որ դու չգիտես ինչ կողմի ես հարում, դու որպես քրիստոնյա քո առաքելությունը ես կյանքում որն է, թողես եկեղեցու դուռը ով ասես բացի, մտնի ու որոշի, որ ասենք օծյալ քահանային պետքա անեն կարգալույցին պարտադրել բարձրացնեն խորան։ Ու ասենք այնքան պետքա հոգևոր տգետ լինես, որ չհասկանաս, որ կարգալույց եղած քահանան պատարակ չի մատուցում քո համար։ Դու չես կարող հաղորդություն ստանալ նրանից։